Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի զոհաբերումն ու ազգային լրությունը, Արմենակ Աբրահամյան։ Լույս տեսել է Western Armenia շաբաթաթերթի 69-րդ թիվը։ Գերմանիո նախագահը գայցել է Ծիծեռնագապերտ, վստահ կխոնարհե գայցել է Սուրբ Էջմիածին, կհանդիպի Քարեքին երկրորդին, ազգ։ Բաքվի գոմեն Արցախի դարածքին հայկական մշակութային եւ պատմական հուշարձաններու ոչնչացման մասին փաստեր է նաեւ ԱՄՆ միջազգային գրոնական ազատության հանձնաժողովը։ Հույները թիմեր են Թրամփին Թուրքիո դեմ հանդես գալու պահանջով։ Իսրայելը նախազգուշացուցել է Բեյրութի մեջ սպասվող օդային հարվածի մասին։ Արևմտյան Հայաստանի հայ ֆիդայիները 1915 թվական։ 1991 թվականին սկսած Ալմա Աթայի համաձայնագրի ստորագրումով Հայաստանի հաջորդական կառավարությունները հրաժարեր են Արցախեն։ Սակայն 35 տարի շարունակ այնտեղ ըրգվեր են գամավորներ եւ զինվորականներ։ Առաջին Արցախյան պատերազմին զոհվեր է 7500 մարդ։ 25 տարվա ընթացքին եւս 7500 ժամկետային զինվոր թիպուկահարներու գրագոցներ են, իսկ վերջին պատերազմին 5000 մարդ։ 35 տարի շարունակ փորձած են հավատացնել, թե Արցախը կգրնա դառնալ անկախ այն վարակային, երբ 1988 թվականին Արցախահայությունը արտարացիորեն որոշել էր վերամիավորվել խորհրդային Հայաստանին։ Այսօր այդ ամբողջ գործընթացը ավարտված է Արցախի 150,000 հայերու էթնիկ զտմամբ։ Արտե հերոստալիկի նախաձեռնությամբ փորձած են ստուգել, թե ինչ դիրքորոշում ունին հայերը Արցախի հարցով։ Սակայն հայերը գրգին մոլորվեր են այդ փորձության մեջ, ինալով խաբեբաներու ձուղակը։ Այս տեղեկատվական հոսքի մեջ տեղի ունեցավ Արցախի նկատմամբ լրատվական եւ հանրային հոժարության բացահայտ մերժում, ընդամենը 1 ամիս առաջ հայոց ցեղասպանության զոհերու հիշադակի դարելիցեն։ Պատմությունը մեզ գտադե այս լրության համար։ Այս իրավիճակն անվավեր է ցեղասպանություն տարածքի դիմաց։ Արևմտյան Հայաստանի իրավականորեն ջանցված պետության Նախիջևանի եւ Արցախի իրավունքներու նկատմամբ հայության լրությունն այսօր դարձել է ցնցող իրողություն։ Մինչ կպատրաստվենք հիշադակել ցեղասպանության զոհերուն, մենք կվտանգենք ազգային իրավունքներու շարունակական գորուստը։ Այնինչ տեղի կունենա բարձրապես հերթական հարվածն է հայ ժողովրդի պատմական իրավունքներուն, եւ մեր լրությունը միայն կխորացնե այս ողբերգական իրադրությունը։ Western Armenia շաբաթաթերթի 69-րդ թիվը արդեն հասանելի է ընթերցողներու համար, ներկայացնելով շարք կարևոր ու հետաքրքրաշարժ նյութեր, որոնք կշոշափեն հայկական պատմության, մշակույթի եւ արտի խնդիրներու վերաբերյալ նյութեր։ Այս թվին մեջ ընթերցողները կգրնան ծանոթանալ երահադոր գիրքին, որը նվիրված է հայկական քաղաքագրթության, ներկայացնելով անոր խորքային ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա։ Երաժշտության սիրահարներու համար այս թվին մեջ ներկայացված է Գոմիդասի լուր արդյունքները հոդվածը, որը կվերլուծե մեծանուն վարդապետի կյանքի ողբերգական էջերը եւ անոր ցկած ժառանգության ազդեցությունը հայկական ինքնության վրա։ Թերթի շրջանակներուն մեջ անդրադարձ կա նաև Շուշիի 18-րդ դարու հնագույն գերեզմանոցին, որը ավերված է եւ զրկված իր պատմական արձանագրություններու դաբանակարերեն։ Մհեր Հարությունյանի հոդվածը կբացահայտե այդ մշակութային ժառանգության ներկայիս վիճակը, ընդգծելով անոր բաբանման հրադադությունը։ Այս թվին մեջ տեղ կդած է նաև ցեղասպանությունը մորնանք, որ դարձյալ ցեղասպանվինք խորակրով հոդվածը, որը կներկայացնե հայաքվե նախաձեռնության դիտարկումները, անդրադառնալով հայ ժողովրդի պատմական հիշողության եւ աբակայի հարցերուն։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներով, իսկ PDF տարբերակը կարելի է ներբեռնել առցանց։ Ասկի նախորդ թիվով անդրադարձել էին Գերմանիո նախագահի Հայաստան եւ Ադրբեջան այցին մարտ 30-ին ապրիլի 2-ը։ Ան Գերմանիո առաջին նախագահն է, ով գայցել է հիշադակված երկու երկիրներ։ Ուստի այս այցը առավել մեծ նշանակություն կստանա նաև խորհրդի խորհրդանշաններու առումով։ Անոր այցելության ծրագիրը պատահական վայրերու ընտրությամբ չի կազմվիր։ Նախորդ հոդվածին մեջ արձանագրել էինք, որ Գերմանիայի արտգործ նախարարը 2014-ին Երևան այցելեր էր Ծիծեռնագապերտ, սպիտակ մեխակներ խոնարհեր հայերու դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի անմար գրագի մոտ։ Թեև այդ պահին եւ անգե հետո չէ հերքած իր ցեվագերբումը, գոդորած, եղերն, սակայն Գերմանիայի նախագահի պաշտոնով Ծիծեռնագապերտ չի բարձրանար, խախտելով 2002-ի մարտ 16-ի օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական արարողագարկի անբաժան մաս համարվող հայերու դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր այցելությունը։ Գերմանահայ համայնքի եւ անգե դուրս իրավացի փողոքն անշուշտ ճուշացավ։
Չենք կրնար միամի դլալ եւ գարձել, թե հայկական ջնշումներուն արձագանքելով Գերմանիայի նախագահի արարողագարկը փոխեց այցի ծրագիրը։ Սակայն գրնանք հաստատել, որ նախագահի գրասենյակը այն վերանայեցավ ի պատասխան ասկի թղթակցին, նույն օրվան ամագին ալ գծեց նորոգ ծրագիր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հրապարակել է դարեգան զեկույցը, ուր հայտներ է Ադրբեջանի գոմեն Արցախի տարածքի հայկական մշակութային եւ պատմական հուշարձաններու ոչնչացման մասին։ Հունիսին հայտներ են հայկական այլ կրոնական վայրերու, ինչպես 19-րդ դարու եկեղեցիի, երկու գերեզմաններու եւ այլ հուշարձաններու ոչնչացման մասին։ Բացի անգե, հունիսին ամերիկյան Freedom House միջազգային իրավապաշտպան գազագերբությունը բարձր է, որ Ադրբեջանը 2020 եւ 2023 թվականներու ռազմական գործողություններու ժամանակ գիրականացներ Արցախը իր էթնիկ հայ բնակչութենեն եւ պատմական եւ մշակութային ներկայությունեն դադարելու համապարփակ սեփական ռազմավարություն։ Եվ եզրակացուցեր, որ Ադրբեջանի գործողությունները կհամարվին կրոնական հանցագործություններ, ներառյալ ռազմական եւ մարդկայնության դեմ հանցագործություն։ Որոշ հայ ռազմակերիներ ենթարկվել են կրոնական դրդապատճառներով բռնություններու, բանավոր վիրավորանքի, բռնակրավման եւ կրոնական ծեսերու խախտումին, գնդկծվի զեկույցին մեջ։ Ամերիկայի մեջ գործող հունական համալսարանը նամակ հղեր է ԱՄՆ նախագահին։ Նամակը ղրկվել է Թուրքիո արտաքին գործերու նախարարին օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցեն հետո։ Միջանկյալ նշենք, որ կողմերը քննարկել էին Թուրքիո նկատմամբ պատժամիջոցներու չեղարկման շուրջ աշխատանքներ սկսելու եւ Թուրքիո գործանիչներու ծրագիր վերադարձի հարցերը։ Նամակը կներառե հետեւյալ 3 պահանջները, ուր նշված է, որ մենք անիկա կպահանջենք ցեզմե։ Առաջին, մեր պահանջն է, որպեսի դուք կտրականապես թե մլակ ցանկացած քայլի, որը թույլ կտա Թուրքիո կրկին միանալ F-35 գործանիչներու ծրագրին։ Երկրորդ, մեր պահանջն է, որ դուք շարունակեք խթանել, որպեսի Թուրքիան վերացնե S-400 համագարկը։ Երրորդ, մեր պահանջն է, որ դուք թե մլակ Թուրքիո նկատմամբ պատժամիջոցներու վերացման։ Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացուցել է Բեյրութի մեջ գտնվող Հզբուլլահի թիրախին ուղված սպասված օդային հարվածի մասին եւ դեղի բնակիչներուն գոչ հրած է լքել տարածքը։ Զգուշացում բոլորին, ովքեր կգտնվին գարմիրով նշված կամ անոր շուրջ գտնվող շենքերուն մեջ։ Դուք կգտնվիք Հզբուլլահին պատկանող տարածքներուն մոտ, գրեր է խոսնակը գրարմանը գցելով լուսանգար։ The Times of Israel-ը գհիշեցնե, որ սա առաջին նման նախազգուշացումն է 2024 թվականի նոյեմբերին Իսրայելի եւ Լիբանանի միջև հրաթաթարի համաձայնագրի ստորագրումեն ի վեր։ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին անգամ հարվածներ հաստուցել էր Բեյրութի մեջ գտնվող թիրախներուն 2024 թվականի նոյեմբեր 27-ին հրաթաթարի ուժի մեջ մտնել է ժամեր առաջ։ 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունը իրականացուց հայերու թեմ իրականացված ցեղասպանությունը, հայկական ինքնապաշտպանական խումբերը, ֆիդայիները գործեցին Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ, փորձելով պաշտպանել իրենց հայրենիքը եւ ժողովրդին։ Ֆիդայական շարժումը ձևավորված էր դեռ 19-րդ դարու վերջին, որպես պատասխան թուրքական իշխանություններու բռնաճնշումներուն։ 1915 թվականին ֆիդայիները մեծապես մասնակցեցան ինքնապաշտպանական գրիվներուն Սասունի, Վանի, Զեյթունի եւ այլ վայրերու մեջ։ Անոնց պայքարը ոգեշնչման աղբյուր դարձավ հետագա սերունդներու համար, դառնալով ազգային դիմադրության խորհրդանիշ։ Հակառակ ծանր պայմաններուն ֆիդայիները շարունակեցին իրենց պայքարը, ապացուցելով հայ ժողովրդի դողունությունն ու ազատության ցկտումը։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։